Հանցավոր յուրաքանչյուր արարք անկախ չափից ու բովանդակությունից միշտ էլ մտահոգիչ է։ Հասուն մարդու դեպքում զարմանում ես, որ կյանքից այդպես էլ ոչ մի իմաստություն չի քաղել, երիտասարդի համար ափսոսում։ Այս դեպքում վերջինն էր։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատակիցները օրերս գողություն եւ կողոպուտ կատարելու կասկածանքով մի անչափահասի էին ոստիկանություն բերել։ Հանցավոր երկու արարքներն էլ, որոնց համար նա կասկածվում էր, կատարվել էին վերջին 20 օրվա ընթացքում։ Սեպտեմբերի 14-ից 15-ը ինչ որ մեկը կոտրել էր Տիգրան Մեծի պողոտայում գործող ժամացույցների խանութի ապակիները, գողացել մոտ 200,000 դրամի ժամացույցներ, իսկ սեպտեմբերի 20-ին Էրեբունու վարչական շրջանի շենքերից մեկի մոտ բացահայտ մի կնոջից հափշտակել էին դրամապանակը, որի մեջ եղել էր նրա սոցիալական քարտը, 130,000 դրամ եւ բանկային քարտեր։ Տուժողները ոստիկանություն էին զանգել, հարուցվել էին քրեական գործեր։ Ոստիկանության կենտրոնի եւ Էրեբունու բաժինների ծառայողները փնտրում էին հանցագործներին, երբ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատակիցները տեղեկություններ ստացան, որ Երևանի բնակիչ ոմն անչափահաս Արմեն գողություններ է կատարում։ Ձեռնամուխ լինելով ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմանը կարճ ժամանակահատվածում պարզեցինք, որ Տիգրան Մեծի պողոտայում գործող ժամացույցների խանութի գողությունը, ինչպես նաև Էրեբունի վարչական տարածքում գրանցված կողոպուտի դեպքը կատարել է մեր կողմից օպերատիվ տեսադաշտում գտնվող անչափահաս Արմենը, որին էլ սեպտեմբերի 22-ին Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգուց հայտնաբերեցինք եւ բերման ենթարկեցինք։ Արմենը ոստիկանությունում խոստովանական բացատրություն էր տվել, սակայն տեսախցիկի առաջ այլ բան պատմեց։ Հավատացնում էր, թե ոչինչ չի արել եւ ոչինչից տեղյակ չէ։ Ես ոչ մի խանութից ոչ ոք չեմ գողացել։ Որևէ կնոջ ես չեմ կողոպտել։ Չգիտեմ խի եմ բերեստե։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 176-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արմենը կալանավորված է։